Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 24։ Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան։ Եսայի 1:18 խոսք։ Մեր Տերը մեզ պատվիրել է ձեզ ներման լուրը փոխանցել անցած ամեն ինչի համար, եթե միայն վերջապես ետ դառնաք և ապրեք։ Մեզ պատվիրված է աղաչել և աղաչել ձեզ ընդունել այս առաջարկը և վերադառնալ, պատմել ձեզ, թե ինչ նախապատրաստություններ է կատարել Քրիստոսը, ինչ ողորմություն է ձեզ համար պատրաստ, ինչ համբերություն է սպասում ձեզ, ինչ բարի մտքեր ունի Աստված ձեզ համար և որքան երջանիկ, հաստատ ու անպատմելիորեն ուրախ կարող եք լինել, եթե միայն ետ դառնաք։ Մենք իսկապես ունենք նաև զայրույթի և մահվան լուր, այո, կրկնակի բարկության և մահվան, բայց դրանցից ոչ մեկը մեր գլխավոր լուրը չէ։ Մենք պետք է պատմենք ձեզ այն բարկության մասին, որն արդեն իսկ ձեր վրա է, և այն մահվան մասին, որի տակ դուք ծնվել եք, գործերի օրենքի խախտման համար, բայց սա միայն նրա համար է, որ հասկանաք ողորմության անհրաժեշտությունը և խրախուսի ձեզ գիտակցել Փրկչի շնորհը։ Մենք ձեզ ասում ենք միայն ճշմարտությունը, որը դուք պետք է իմանաք, քանզի ով կփնտրի բուժում, եթե չիմանա, որ հիվանդ է։ Մեր կողմից ձեր թշվառության մասին ասելը չէ, որ ձեզ թշվառ է դարձնում, այլ մղում է ձեզ դուրս գալ և ողորմություն փնտրել։ Դուք եք ինքներդ այս մահը բերել ձեր վրա, բայց մենք ձեզ ասում ենք նաև մեկ ուրիշ մահվան մասին, անբուժելի և շատ ավելի մեծ տառապանքով լի, որը պիտի վրա հասնի նրանց, ովքեր դարձի չգան։ Բայց որքան էլ սա ճշմարիտ է և պետք է ձեզ ասվի, այն մեր խոսքի վերջին և ամենատխուր մասն է։ Նախ և առաջ մենք կոչված ենք ձեզ փոխանցել ողորմության այս լուրը, որ դուք դարձի գաք, և միայն նրանց համար, ովքեր չեն կամենում դարձի գալ, ոչ էլ լսել ողորմության ձայնը, մենք պարտավոր ենք նախազգուշացնել դատապարտության մասին։